Ողջույն, մի քիչ խառնեմ, որովհետև որոշել եմ ազատվել եմ պրոդուկտներից, որոնց ժամկետները արդեն անցնում են, անցել են եւ այլն եւ ցավ չապրել դրանից։ Օրինակ ինքը սա այսքան դեռ կա, ես այսքան դեռ չեմ օգտագործել, բայց ես պետք է նա շպրտեմ, որովհետև ինքը գրեմային պրոդուկտ է եւ ժամկետի մեջ չի այլևս արդեն 1 ամիս կլինի ժամկետն անցել ինքը թափվում է միանշանակ ու որոշել եմ չգնել այնպիսի բաներ, որոնք ես ունեմ օգտագործում եմ, որ նորը չգնեմ ու հինը էլի տենց մնա, հետո մի օր էլի շպրտեմ, մի խոսքով ափսոս են, շատ ափսոս են, օրինակ այս highlighter-ն էլ իր ժամկետները արդեն մոտ մի ամիս անցել Էլ չեմ գնելու նոր պրոդուկտ, մինչև նախորդը չվերջանա։ Իրականում մի քիչ եւ մի քիչ շատ տխուրավոր է, ես հարցը ChatGPT-ի հետ եմ քննարկել, բայց հարց ունեմ։ Այս բլաշը կարելի է օգտագործել ավելի երկար, քան իր վրա նախատեսված ժամկետն է, եթե իր տեքստուրան չի փոխվել, մաքսիմալ հերմետիկ պայմաններում է պահվել եւ մաքուր կոկիկ է օգտագործվել, ասեց, որ սովորաբար օգտագործվում են նաեւ մոտ 2 տարի։ Խնդրում եմ, եթե մասնագետներ կան իմ էջում, կարող եք ինձ խորհուրդ տալ, ես սա ամեն դեպքում դեննետ եմ, թե կարելի է դեռ օգտագործել եւ չվնասել Երեք դերասան Կարեն Հովհաննիսյանի մասնակցությամբ հաղորդումը տարածվեց համացանցով մեկ, որտեղ վերջինս առաջին անգամ անկեղծ խոստովանում էր իր եւ Մանե Հակոբյանի հարաբերությունների մասին։ Նա նշում է, որ ինքն ու Մանե Հակոբյանը այլևս ամուսիններ չեն, նրանք ամուսնալուծվել են։ Դերասան Կարեն Հովհաննիսյանի խոսքով այս նոր կարգավիճակը արդեն 1 ամսվա պատմություն ունի։ Կարեն Հովհաննիսյանը արտադրության ընթացքում նշում է, որ ինքն ու Մանե Հակոբյանը հասկացել են, որ այլևս չեն կարող լինել ամուսիններ եւ կայացրել են տվյալ որոշումը։ Կարեն Հովհաննիսյանը նշում է, որ քանի որ իրենք ունեն փոքրիկ դուստր, ամեն բան անում են, որպեսզի երեխան չհասկանա ծնողների բաժանումը եւ չհասկանա ու չգիտակցի ստեղծված իրավիճակը։ Կարեն Հովհաննիսյանը նշում է, որ ամեն բան անում են, որպեսզի երեխան չնկատի երկուսի բացակայությունը, միասին համատեղ չապրելը եւ այդպես շարունակ բաժանումը փորձում են դեռևս փոքրիկից թաքցնել։ Համացանցում մեկնաբանություններ են գրում շատերն այն մասին, որ այս զույգը այդպես էլ ի սկզբանե միմյանց ներդաշնակ չի եղել, նրանք միմյանց անհամապատասխան են եղել։ Շատերն էլ նշում են, որ տարիքային տարբերությունը միգուցե իր սև գործն արել է։ Շատ մարդիկ էլ նշում են, որ Մանե Հակոբյանի նոր աշխատանքը Գոյամարտ հեռուստասերիալում նկարահանվելը միգուցե իր ազդեցությունն է ունեցել դերասան ամուսինների բաժանության մեջ։ Իրականում ինչ է եղել, ինչու է այս զույգը եկել բաժանման որոշման դժվար է ասել, սակայն պարզից էլ պարզ է, որ այստեղ մի բան այն չէ, երբեմնի ներդաշնակ միմյանց սիրող ամուսինները ինչու որոշեցին այլևս մեկ տանիք չկիսել։ Նշենք նաև, որ դերասան Կարեն Հովհաննիսյանի մասնակցությամբ այս հաղորդումի տարածումից հետո Մանե Հակոբյանը շարունակում է ինստագրամյան հարթակում հրապարակումներ անել իր աշխատանքային գործունեությունից եւ ցույց է տալիս, ասես թե ոչինչ չի եղել եւ չի անդրադառնում ամուսնու սկանդալային հայտարարությանը։ Դերասան Կարեն Հովհաննիսյանի կինը, դերասանուհի Մանե Հակոբյանը բավականին սիրված է եւ ակտիվ է հարության շրջանում։ Մանեն պարբերաբար հրապարակումների տեսքով է հանդես գալիս, ցույց տալիս դստեր մասնակցությամբ տեսանյութեր ու հոլովակներ, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ հրապարակումների տեսքով խոսում է այս կամ այն իրավիճակի իրադարձության մասին, որը անհանգստացնում է իրեն։ Այսօր Մանե Հակոբյանն ինստագրամյան էջում հուզիչ հրապարակում է արել, ցույց տալով, թե ինչպես է հետևում մանկական Եվրատեսիլ 2025-ին եւ ինչպես է մեր պատվիրակի ելույթին հետևելիս արտասվում։ Մանեի փոքրիկն ասում է, ինչու ես լալիս մայրիկ, իսկ Մանեն էլ նշում է, որ չի կարողանում բացատրել ինչքան է սիրում մանկական Եվրատեսիլը եւ առհասարակ մեր ներկայացուցչին։ Ավելենք նաև, որ ավելի վաղ տեղեկացրել էինք դերասանուհին ինստագրամյան էջում հանդես է եկել հրապարակումով նշելով, որ իրականացրել է երկար տարիների իր երազանքը։ Վերջինս մասնակցել է կնոջ կյանքի բարեփոխում Ֆեմինա հաղորդաշարին եւ որոշել գնալ փոփոխության։
Կյանքիս ամենաճիշտ ու անհրաժեշտ փուլում ստացա առաջարկը իրագործելու գլխումս վաղուց ծնված ու հասունացած ցանկությունները։ Անհավանական շնորհակալ եմ Յուրիևնա Մարինային և Ֆեմինա AM-ի ողջ թիմին։ Նշենք նաև, որ երևում է, որ Մանե Հակոբյանը վիրահատել է իր քիթը։ Հավելենք նաև, որ Մանե Հակոբյանը վերջին շրջանում առավել շատ սիրվեց, նկարահանվելով Վերջին զանգը հեռուստասերիալում։ Թեպետ այս սիրված հեռուստասերիալում Մանե Հակոբյանի դերը շատ կարճ տևեց, այնուամենայնիվ երկրպագուները հերթական անգամ սպասում են դերասանուհուն տեսնել այլ նախագծերում։ Թե ինչն էր պատճառը, որ Մանեի դերն այդքան կարճ տևեց, դժվար է ասել, սակայն պարզից էլ պարզ է, որ Մանե Հակոբյանը շատ էր սիրել այս թիմը և շատ էր սիրում այստեղ նկարահանվելը։ Նշենք նաև, որ մենք բազմիցս հրապարակումներով ենք հանդես եկել խոսելով Վերջին զանգը հեռուստասերիալի ամենաշատ սիրված դերասանուհու Ռոզա Դավթյանի մասին։ Նա շատ ակտիվ է ինստագրամյան հարթակում։ Նշենք նաև, որ օրեր առաջ էլ դերասանուհին հանդես էր եկել մի հոլովակով։ Հոլովակում դերասանուհին մի քանի կերպարներով ցույց է տվել, թե ինչ զգեստ կարելի է կրել, օրինակ նշանադրությանը, նախահարսանեկան խնջույքին, ապա երեխայի սեռը պարզելու արարողությանը, փոքրիկի ծննդից հետո նրա մկրտությանը և այդպես շարունակ։ Համացանցում ակտիվորեն տարածվում է այս հոլովակից առանձնացված մի կադր, որտեղ դերասանուհու ձեռքին կապույտ և վարդագույն դրոշակներ են։ Սա տպավորություն է ստեղծում, որ դերասանուհին պատրաստվում է մայրանալ և այդպիսով պարզում է երեխայի սեռը, սակայն այդպես չէ։ Նա այս հրապարակումով նաև ցույց է տալիս, թե ինչ տեսքով կարելի է պարզել սպասվող փոքրիկի սեռը։ Նշենք նաև, որ ավելի վաղ հայտնել էինք վերջին օրերին դերասանուհին ինստագրամյան հարթակում հարց ու պատասխան էր կազմակերպել, որի ընթացքում խոսում էր տարբեր հարցերի մասին, պատասխանում հետևորդներին հետաքրքրող տարբեր հարցերի։ Նրան հետևյալ հարցն էին ուղղել. «Շատ հետաքրքիր է, թե ոնց եք ծանոթացել ձեր ամուսնու հետ։ Ձեզ շատ եմ սիրում»։ Ռոզա Դավթյանը խոստացել է մոտ ժամանակներս տեսանյութով հանդես գալ և հենց տեսանյութի միջոցով պատմել իր և Գուրգենի ծանոթության մասին։ Նշենք նաև, որ օրեր առաջ էլ Ռոզան և Գուրգենը մասնակցում էին հարսանիքի։ Մենք առանձնացրել էինք այս հարսանիքից մի քանի կադրեր, որտեղ երևում էր, թե որքան գեղեցիկ տեսքով է դերասանուհին մասնակցել իր ընկերուհիներից մեկի հարսանիքին։ Ընկերուհի, ում հետ տարիներ առաջ Ռոզան սկսել էր համագործակցել, իսկ համագործակցությունը վերածվել է ընկերության։ Դերասանուհին գեղեցիկ յուրօրինակ տեսքով էր ներկայացել, կրել էր սև զգեստ և մի լավ ուրախացել երեկոյի ընթացքում։ Ներկայացնում ենք մի քանի կադրեր։